Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր հուլիսի 28։ Իմ ամբողջ սրտով պիտի գոհանամ քեզնից, աստվածների առջև Սաղմոս պիտի ասեմ քեզ։ Սաղմոս 138 գլուխ առաջին խոսք։ Երբ կարողանում ենք ամբողջ սրտով փառաբանել Աստծուն, չպետք է դժկամ լինենք, որ ամբողջ աշխարհը տեսնի մեր երախտագիտությունն ու ուրախությունը նրա հանդեպ։ Նրանք, ովքեր ապավինում են Աստծո ողորմությանը և ճշմարտությանը Հիսուս Քրիստոսի միջոցով, միշտ կտեսնեն, որ նա հավատարիմ է իր խոստումներին։ Եթե Աստված չխնայեց նույնիսկ իր միածին որդուն, ապա ինչպես նա չի տա մեզ նաև ամեն բան ձրիաբար և առատաձեռնորեն։ Քանզի Աստված զորացնում է մեր հոգիները, որպեսզի կարողանանք կրել կյանքի բեռները, դիմակայել փորձություններին և կատարել այն պարտականությունները, որոնք ուղեկցում են նեղության միջով անցնող կյանքին, քանզի նա մեզ զորացնում է, որպեսզի հավատքով ամուր կառչած մնանք իրեն և համբերությամբ սպասենք իր կամքի իրականացմանը, ապա մենք պարտավոր ենք երախտապարտ լինել նրան։ Թեև Տերը բարձրյալ է, նա ուշադրությամբ նայում է յուրաքանչյուր խոնարհ և ապաշխարող մեղավորի, իսկ հպարտներն ու անհավատները կհեռացվեն նրա երանելի ներկայությունից։ Աստվածային մխիթարությունը բավական են մեզ վերակենդանացնելու համար, նույնիսկ երբ ընթանում ենք նեղությունների միջով։ Աստված կփրկի իր ժողովրդին, որպեսզի նրանք նորոգվեն և կենդանանան Սուրբ Հոգու միջոցով, ով կյանքի և սրբության պարգևողն է։ Եթե Աստծուն ենք վերագրում իր ողորմության ողջ փառքը, ապա կարող ենք նաև մեզ համար ընդունել այն մխիթարությունը, որ բխում է այդ ողորմությունից։ Այս վստահությունը չի թուլացնում կամ վերացնում աղոթքը, այլ ավելի է զորացնում և մղում նրան։ Ինչ բարիք էլ որ կա մեր մեջ, Աստված է, որ գործում է մեր մեջ, թե կամենալը, թե գործելը իր հաճության համաձայն։ Տերը մինչև վերջ կհասցնի յուրաքանչյուր ճշմարիտ հավատացյալի փրկության գործը և երբեք չի լքի նրանց, ում նոր է արարել Քրիստոս Հիսուսով իր բարի գործերի համար։